Դու օգտագործում ես ChatGPT։ Եթե այո, ուշադիր նայիր այս տղային։ Այս 16 տարեկան տղան նույնպես օգտագործում էր ChatGPT ու շաբաթներով շփվում էր նրա հետ։ Հենց ChatGPT-ն այս 16 տարեկան տղային մի քանի շաբաթ շփվելուց հետո դրդում է նրան, որ տղան վերջ է տալիս սեփական կյանքին։ Առաջին անգամ պատմության մեջ ChatGPT-ն, նույն ինքը արհեստական ինտելեկտը, ստիպել է ողջ բանական մարդուն վերջ տալ սեփական կյանքին։ Ավելին, նրա փոխարեն կազմել է բարեկամների եւ ընտանիքի համար տղայի հետմահու նամակը։ ChatGPT-ն այսօր դարձել է մեր կյանքի անբաժան մասը։ Նրա հետ շփվում ենք մենք ամեն վայրկյան, նրա հետ շփվում են մեր երեխաները ու երևի թե քչերի մտքով է անցնում, որ անմեղ այս շփումը արհեստական ինտելեկտի հետ կարող է իրականում շատ վտանգավոր լինել։ Հենց հիմա ես ձեզ կպատմեմ, թե ինչ հարց երբեք չի կարելի տալ ChatGPT-ին, եւ այս վիդեոն նայելուց ուղիղ այսքան րոպե հետո դուք կբացեք ձեր հեռախոսը եւ ընդմիշտ կջնջեք ChatGPT-ի հավելվածը ձեր հեռախոսից։ Մի քանի ամիս առաջ տեղի է ունենում այս շոկային եւ նախադեպը չունեցող իրադարձությունը։ Այս 16 տարեկան տղան ուղղակի օրերից մի օր որոշում է վերջ տալ սեփական կյանքին։ Ծնողները, ընկերները եւ բարեկամները շոկի մեջ էին։ Ոչ ոք չէր հասկանում, թե որն է եղել տղայի դրդապատճառը։ Տղան չի ունեցել ոչ սիրային խնդիրներ, ոչ ընկերների հետ խնդիրներ, ոչ ընտանիքի հետ խնդիրներ։ Կարծես թե ամեն ինչ նորմալ էր եւ տղան էլ ըստ ընկերների եւ ընտանիքի անդամների գտնվում էր ստաբիլ հոգեբանական վիճակում։ Ամեն ինչ փոխվում է, երբ ծնողները փորփրում են տղայի հեռախոսը, որպեսզի գտնեն ինչ-որ հետքեր եւ շատ պատահական բացում են ChatGPT-ի հավելվածը։ Գնում են մի քանի շաբաթներ առաջ եւ սկսում են տեսնել, թե տղան մի քանի շաբաթների ընթացքում ինչ խոսակցության մեջ է եղել արհեստական ինտելեկտի հետ ու ընկնում են իսկական շոկի մեջ։ Տղան շաբաթներ շարունակ արհեստական ինտելեկտի հետ քննարկում է սեփական կյանքին վերջ տալու իր մտադրությունը եւ ուշադրություն։ Արհեստական ինտելեկտը քայլ առ քայլ բացատրում է եւ հուշում է տղային, թե որ ճանապարհով է ավելի ճիշտ եւ ավելի էֆեկտիվ վերջ տալ սեփական կյանքին։ Ավելին, այս ողբերգական իրադարձությունից ընդամենը 1 օր առաջ արհեստական ինտելեկտը տղային առաջարկում է կազմել նրա փոխարեն հետմահու նամակ, որը ուղղված կլինի ընտանիքին եւ ընկերներին։ Ու հուշակեք ինչ, հենց այդպես է լինում է։ ChatGPT-ն տղայի համար կազմում է հետմահու նամակ։ Ողբերգական այս դեպքից հետո եւ տղայի ու ChatGPT-ի նամակագրությունը գրտելուց հետո ծնողները դատի են տալիս OpenAI կազմակերպությունը, որին պատկանում է ChatGPT-ի հավելվածը։ OpenAI-ի ղեկավարությունը տալիս է շատ կարճ եւ շատ լղոզված պատասխան։ Նրանք իրենց ցավակցություններն են հայտնում տղայի ընտանիքին եւ պարզապես ասում են, որ ցավոք սրտի ChatGPT-ն վերջնական պատրաստ չէ նման ստրեսային եւ հոգեբանորեն ոչ կայուն իրավիճակում գտնվող օգտատերերի հետ ճիշտ շփմանը ու դեռևս իրենք աշխատելու տեղում են։ Ցավոք սրտի այս դեպքը միակը չի լինում, լինում է առաջինը, բայց ոչ միակը։ Ամիսներ առաջ նմանատիպ մի շոկային դեպք գրանցվում է նորից Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Էրիկ Սոլբերգ անունով այս տղամարդը օրերից մի օր շատ ակտիվ է սկսում շփվել ChatGPT-ի հավելվածի հետ։ Այս շփումները ժամանակի ընթացքում վերածվում են մոտավորապես շատ ջերմ ընկերական շփման։ Էրիկը ChatGPT-ին նույնիսկ անուն է հորինում եւ սկսում է անվանել Բոբի ու իր Instagram-յան էջում սկսում է փոստեր անել եւ պատմել, թե ինչի մասին է խոսում իր մտերիմ ընկերոջ Բոբիի հետ։ Իսկ խոսակցությունները բավական տարօրինակ բնույթի էին։ Բանն այն է, որ Էրիկը ուներ ոչ ստաբիլ հոգեբանական եւ հոգեկան վիճակ, եւ նա ուներ
շատ սուր արտահայտված կասկածամտություն։ Էրիկը կասկածում էր իր շրջապատում բոլորին, որ նրանք իրեն հետապնդում են եւ որ դավադրություն են նյութում, որպեսզի վերջ տան նրա կյանքին։ Եվ Էրիկի կասկածանքի թիրախում հատկապես նրա 73-ամյա մայրն էր։ Ժամանակի ընթացքում Էրիկը սկսում է ChatGPT-ի հետ կիսվել իր այս կասկածներով, մտահոգություններով եւ հուշակեք ինչ, արհեստական ինտելեկտը շատ հետաքրքիր կերպով մտնում է այս դիսկուսիայի մեջ, այս քննարկումների մեջ ու սկսում է այսպես ասած գրակի վրա յուղ լցնել ու բոլոր Էրիկի կասկածանքներին սկսում է դրական պատասխաններ տալ։ Օրինակ հարցին, թե արդյոք ճիշտ է այն, որ մայրը իրականում դավադրության մեջ է գտնվում գաղտնի գործակալների հետ եւ հետապնդում է իրեն, ChatGPT-ն դրական պատասխան է տալիս եւ նույնիսկ խորհուրդներ է տալիս, թե ինչպես կարող է Էրիկը իրեն պաշտպանել եւ ինչպես կարող է անվտանգության ինչ-որ սահմաններ գծել տան ներսում։ Նույնիսկ մի անգամ Էրիկը delivery է ունենում, այսինքն սննդի առաքում է ունենում եւ նա կասկածում է, որ առաքիչը հենց այդ գաղտնի գործակալներից մեկն է, ով սնունդի փոխարեն իրեն բերել է ինչ-որ մի բան, որը կարող է իրեն թունավորել։ Էրիկը նկարում է տոպրակը, ներբեռնում է ChatGPT-ի հավելված եւ հարց է տալիս. արդյոք արհեստական ինտելեկտը իր սիրելի Բոբին մտածում է, որ սա կասկածելի տոպրակ է եւ դրա միջինը կարող է վտանգավոր լինել իր կյանքի համար։ Ու արհեստական ինտելեկտը նորից սկսում է գրակի վրա յուղ լցնել եւ ասում է, որ շատ հնարավոր է, որ այս տոպրակը կասկածելի է, շատ հնարավոր է, որ դրա պարունակությունը Էրիկի կյանքի համար կարող է վտանգավոր լինել։ Ու գուշակեք ինչ է տեղի ունենում, այս պատմությունը այդքան էլ հաճելի ավարտ չի ունենում։ Էրիկի երևակայությունը այնքան է բորբոքվում եւ այնքան է հաստատվում իր սիրելի Բոբիի, նույնիսկ ChatGPT-ի կողմից, որ օրերից մի օր Էրիկին եւ նրա մորը անշունչ վիճակում գտնում են Էրիկի տանը։ Ինչ է տեղի ունենում։ Էրիկը հերթական սուր կասկածների նոպայի ազդեցության տակ վերջ է տալիս իր մոր կյանքին, իսկ հետո նաև սեփական կյանքին։ Այս իրադարձությանը OpenAI կազմակերպությունը եւս տալիս է լղոզված ու այսպես օթերում գտնվող մի պատասխան։ Ցավակցություններ է հայտնում եւ ասում. մենք դեռ աշխատելու տեղ ունենք, ցավոք սրտի ChatGPT-ին կատարյալ չէ։ Այս բոլոր իրադարձությունները այնքան մեծ աղմուկ եւ իրարանցում բարձրացրեցին հասարակության շրջանում, որ ընդամենը մի քանի ամիս առաջ պաշտոնապես հայտարարվեց, որ այսուհետ մեզնից յուրաքանչյուրի նամակագրությունը եւ զրույցները ChatGPT-ի հետ չեն լինելու մասնավոր եւ չեն լինելու գաղտնի։ Անհրաժեշտության դեպքում այդ ամբողջ նամակագրությունը OpenAI կազմակերպությունը կարող է տրամադրել դատարանին։ Ինչու է դա արվում։ Մի բարձ պատճառով։ Դիտարկումները եւ կյանքը ցույց է տալիս, որ շատերը ChatGPT-ի հետ պարզապես սովորական առօրյա կենցաղային խոսակցություն չեն վարում։ Շատերի համար ChatGPT-ն միայն տեղեկատվության կամ ինֆորմացիայի աղբյուր չէ, մարդիկ կան, ում համար այս հավելվածը իսկական մտերին ընկերոջ է վերածվել կամ հոգեթերապևտի, որից խորհուրդներ են հարցնում, որի հետ կիսվում են իրենց գաղտնի եւ ծածուկ մտքերով ու հարցուփորձ են անում, թե ինչպես կարելի է իրականություն դարձնել ամենաաներևակայելի մտքերը, որ պտտվում են իրենց երբեմն ոչ այդքան առողջ երևակայության մեջ։ Ու հենց դրա պատճառով էլ այսուհետ իմացեք, որ ձեր զրույցները եւ ձեր տված յուրաքանչյուր հարց ChatGPT-ին այլևս գաղտնի չի պահվելու եւ անհրաժեշտության դեպքում, եթե գործը հասնի դատարան, ապա ստանդարտ ապացույցների շարքում այսուհետ դատարանը կարող է պահանջել նաեւ OpenAI կազմակերպությունից ներկայացնել տվյալ անձի եւ ChatGPT-ի նամակագրությունները։ Մի քանի րոպեից ես ձեզ կպատմեմ, թե ինչ հարց երբեք չտաք ձեր ChatGPT-ին, իսկ մինչ այդ մի պահ կանգնացրեք վիդեոն, գնացեք կոմենտներ ու գրեք վերջին հարցը, որ դուք եք տվել ձեր ChatGPT-ին։ Գրեցիք ձեր պատասխանը։ Հիմա շարունակենք։ Նայեք այս տղամարդուն։ Նրա անունը Սեմ Ալթման է։ Այս տղան ծնվել է հարուստ հրեական ընտանիքում, Ամերիկայում, Չիկագոյում, բացահայտ գեյ է։ Ու հենց այս տղամարդն է ստեղծել այն app-ը, որը այսօր մեր կյանքի անբաժան մասնիկն է։
հենց նա է ստեղծել ChatGPT-ն։ Ինչպես է դա եղել։ Սեմ Էլթմանը ասացի, որ ծնվել է հարուստ հրեական ընտանիքում։ Նրանք 4 երեխա էին, այսինքն Սեմը ունի նաև 2 եղբայր եւ 1 քույր։ 2 եղբայրները մեկը գործարար է, մյուսը մինչև այսօր էլ եղբոր հետ աշխատում է OpenAI-ում, այն կազմակերպությունում, որին պատկանում է ChatGPT-ն։ Իսկ այդ քրոջ հետ հարաբերությունները ի սկզբանե շատ խառը եւ շատ առողջացային են եղել։ Օրերից մի օր քույրը պարզապես դատական հայտ է ներկայացնում եւ մեղադրում իր եղբորը Սեմ Altman-ին, ով եկեք խոստովանենք, որ այսօր ամենահեղինակավոր եւ ամենահզոր դեմքերից մեկն է ամբողջ աշխարհում, որովհետեւ նրա ձեռքում գտնվում է մի գործիք, որը օգտագործում ենք մենք բոլորս, որը 24 ժամ շաբաթը 7 օր։ Նրա քույրը մեղադրում է Սեմ Էլթմանին, որ փոքր տարիքում, երբ քույրը եղել է 3 տարեկան, իսկ ինքը եղել է 17 տարեկան, տղան սեռական բռնության է ենթարկել սեփական քրոջը։ Դատական այս հայտը շոկի մեջ է գցում հենց Altman-ի ընտանիքի անդամներին։ Եղբայրները եւ ծնողները ասում են, որ քույրը պարզապես ոչ ստաբիլ հոգեկան վիճակում է գտնվում եւ պարզապես ուզում է գումարի համար դատի տալ եղբորը եւ դա ուղղակի աբսուրդի ժանրից մեղադրանքներ են։ Այնուամենայնիվ այս իրադարձությունը մինչև այսօր էլ մեծ սև հետք է թողել Altman-ի հեղինակության վրա ու մինչև այսօր էլ այս բոլոր հարցերը քույր ու եղբայր հարաբերությունների հետ կապված պատասխաններ չեն ստացել։ Սկզբում Altman-ը սովորում է Սթենֆորդում, բայց ընդամենը 2 տարի սովորելուց հետո Altman-ը որոշում է, որ ժամանակն է ուղղակի հեռանալ համալսարանից եւ կենտրոնացնել իր մտքերը իր բիզնես գաղափարների շուրջ։ Altman-ը իր 2 համակուրսեցիների ու նաև համախոհների հետ թողնում է պարզապես Սթենֆորդը եւ սկսում է աշխատել մի նոր հավելվածի վրա, որը կոչվում է Looped։ Այս հավելվածը նրա համար էր, որպեսզի մարդիկ իրար հետ share անեին իրենց location-ները, այսինքն կիսվեին իրար հետ, իրենց ընկերների հետ, իրենց գտնվելու վայրով։ Բայց այս ժամանակահատվածում հասարակությունը դեռևս պատրաստ չէր նման նորարարությունների ու դրա համար էլ այս հավելվածը որպես այդպիսին չի աշխատում եւ պոպուլյար չի դառնում։ Դրա փոխարեն Altman-ին նկատում են Y Combinator կոչվող ընկերությունում եւ ոչ միայն հրավիրում են աշխատանքի, այլ կարճ ժամանակ հետո Altman-ը դառնում է ընկերության ամենաերիտասարդ նախագահը։ Ինչ էր անում այս ընկերությունը։ Այն կոմբինատոր էր, այսպես ասած, հետաքրքիր ստարտափերի համար։ Այսինքն մարդիկ գալիս էին իրենց իդեաներով, իրենց մտքերով, իրենց ստարտափերով եւ այս կազմակերպությունը օգնում էր, որպեսզի տվյալ ստարտափերները, ովքեր ունեն հիասքանչ, լուսավոր ու հետաքրքիր մտքեր, իրենց միտքը դարձնեն բիզնես։ Altman-ի նախագահության օրոք Y Combinator ընկերությունը հսկայական շահույթներ է ունենում։ Նրա նախագահության օրոք շուկա են մտնում այնպիսի ընկերություններ, որոնք այդ этаպում դեռևս ստարտափեր էին, ինչպիսին էին Airbnb-ն, Dropbox-ը, Twitch-ը եւ այլն։ Բայց որոշ ժամանակ Y Combinator-ում աշխատելուց հետո Altman-ը հեռանում է նաև այս ընկերությունից, բայց հետաքրքիր մի բան կար։ Altman-ը այս ամբողջ ժամանակահատվածում հասցրել էր ծանոթություններ ձեռք բերել տարբեր ինվեստորների ու գործարարների հետ, որովհետև նրա աշխատանքն էր այդպիսին։ Նա ի սկզբանե պետք է կապեր ստարտափերներին եւ բիզնեսմեններին ու համոզեր այդ բիզնեսմեններին իրենց գումարը ներդնել հետաքրքիր ստարտափերի մեջ եւ ուղղակի օրերից մի օր Altman-ը հասկանում է, որ այլևս չի ուզում այդ գործը անել օտար մարդկանց համար, ժամանակն է այդ կապերը եւ համոզելու ունակությունները գործի դնել սեփական մտքերը բիզնես դարձնելու համար։ Օրերից մի օր Altman-ը տեսնում է Elon Musk-ի հարցազրույցներից մեկը։ Musk-ը շատ մտահոգված էր Google-ի ստեղծած DeepMind հավելվածով։ Սա արհեստական ինտելեկտ էր, այսպես ասած, մոտավորապես ChatGPT-ի նման մի բան, որը այնուամենայնիվ Elon Musk-ի նկատառումներով շատ կոմերցիոն նախագիծ էր եւ որպես այդպիսին թվային անվտանգություն չուներ։ Եվ Musk-ը իր ելույթի ժամանակ ասում է, որ ինքը գումարներ չի խնայի նրա համար, որպեսզի ստեղծի շատ ավելի ոչ կոմերցիոն եւ շատ ավելի անվտանգ արհեստական բանականություն։ Եվ այս ելույթը լսելուց հետո Altman-ը ժամանակ չի կորցնում։ Հարցական է, արդյոք Altman-ը եւս կիսում էր Elon Musk-ի մտահոգությունը, թե պարզապես հասկացել էր, թե որ կետերին է պետք սեղմել
Իլոն Մասկից անհրաժեշտ բյուջե եւ ֆինանսավորում ստանալու համար, բայց այնուամենայնիվ Altman-ը կապ է հաստատում Իլոն Մասկի հետ եւ ասում է, որ ինքը կիսում է այդ մտահոգությունը եւ պատրաստ է հավաքել խումբ ու ստեղծել այդ ոչ կոմերցիոն եւ շատ ավելի անվտանգ արհեստական բանականությունը։ Ժամանակի ընթացքում իհարկե Մասկը եւ Altman-ը կանգնում են ֆինանսավորման խնդրի առաջ։ Բանն այն է, որ Իլոն Մասկը իր խոստացած 1 միլիարդի փոխարեն այս պրոյեկտի մեջ ներդնում է ընդամենը մոտավորապես $40 միլիոն, իսկ պրոյեկտը բավական թանկարժեք է։ Ու հենց այդ պատճառով էլ ի սկզբանե ոչ կոմերցիոն ստեղծված նախագիծը դառնում է կոմերցիոն։ Կազմակերպությունը կոմերցիոն դառնալուց հետո կար սակայն մի պայման։ Յուրաքանչյուր ներդրող, որ գումար էր դնում այս կազմակերպության մեջ, հետագայում որպես եկամուտ կարող էր ստանալ մաքսիմում իր ներդրածի 100%-ը, այսինքն մաքսիմում այնքան, ինչքան ի սկզբանե ներդրել է։ Դա արվում էր նրա համար, որպեսզի ընկերությունը կարողանա վերահսկել իր եկամուտները։ Իլոն Մասկը ակնկալում էր, որ կոմերցիոն դառնալուց հետո այնուամենայնիվ իր ձեռքում է հայտնվելու ղեկավար փաթեթը, բայց այդպես տեղի չի ունենում եւ ղեկավար փաթեթը Իլոն Մասկի ձեռքում չի հայտնվում։ Սա Իլոն Մասկի սրտով չի լինում եւ նա պարզապես որոշում է լքել ընկերությունը, ասելով, որ այն ամենը, ինչ հիմա կատարվում է ընկերությունում, այլևս իր սրտով չէ, որովհետեւ գաղափարները ստեղծել ոչ կոմերցիոն եւ անվտանգ արհեստական ինտելեկտ կարծես թե իրականություն չեն դառնում, ինքը գող չէ եւ Մասկը ուղղակի հեռանում է։ 2022 թվականին այնուամենայնիվ OpenAI կազմակերպությունը դառնում է ամենաարագ աճող ընկերությունը եւ ChatGPT-ն դառնում է ամենաարագ աճող հավելվածը։ Ընդամենը 0 օգտատերից մի քանի ամսվա ընթացքում օգտատերերի քանակը հասնում է 1 միլիոնի, բայց 2023 թվականին տեղի է ունենում շատ անսպասելի մի բան։ Իրականում Սեմ Altman-ին մինչև այսօր էլ շատ ակտիվորեն համեմատում են մեկ այլ հայտնի տեխնոլոգիական աշխարհում կերպարի հետ, Steve Jobs-ի հետ, Apple-ի հիմնադրի։ Եվ Սեմ Altman-ը իրեն բավական լավ է զգում այդ համեմատությունից ու շատ հաճախ նույնիսկ ինտերվյուների եւ ելույթների ժամանակ ինքն էլ է այդ զուգահեռը անցկացնում։ Steve Jobs-ը եւ Սեմ Altman-ը նման են նաեւ մեկ բանով, ինչպես ժամանակին Steve Jobs-ին հեռացրին իր հիմնած Apple ընկերությունից, այնպես էլ Սեմ Altman-ին 2023 թվականին հեռացնում են իր իսկ հիմնադրած OpenAI կազմակերպությունից։ Ինչպես է դա տեղի ունենում։ Ընկերության համահիմնադիրներից մեկը տնօրենների խորհրդի ժամանակ հայտնում է իր դժգոհությունը Սեմ Altman-ի գործունեության վերաբերյալ։ Նա ասում է, որ Altman-ը իրականում դարձրել է OpenAI-ը եւ առհասարակ ChatGPT-ի գաղափարը խիստ կոմերցիոն եւ նա ամեն ինչ անում է, որ պարզապես այս հավելվածը դառնա մաքսիմալ մասսայական, երկրորդական պլանում թողնելով դրա անվտանգությունը։ Եվ հենց սա կասկածներ է առաջացնում նաև տնօրենների խորհրդի մոտ ու ինչի արդյունքում էլ Սեմ Altman-ին հեռացնում են ընկերությունից, բայց սա տևում է ընդամենը մի քանի օր։ Ինչու՞։ Microsoft ընկերությունը Սեմ Altman-ին մեծ գումարով հրավիրում է աշխատել իր ընկերությունում։ Երբ այս լուրը իմանում են OpenAI ընկերության տեխնիկական անձնակազմը, այսինքն այն մարդիկ, ովքեր աշխատում էին Սեմ Altman-ի հետ, նրանք մոտավորապես 800 ծրագրավորող բողոք են ներկայացնում, բոյկոտում են ընկերության որոշումը եւ հայտնում են, որ եթե Սեմ Altman-ին չվերադարձնեն OpenAI ընկերություն, մոտ 800 ծրագրավորող հետևելու է նրա օրինակին եւ լքելու է ընկերությունը։ Տնօրենների խորհրդին ոչինչ չի մնում, քան վերադարձնել Altman-ին ընկերություն։ Եվ այդ օրվանից սկսած Սեմ Altman-ը անձեռնմխելի է OpenAI ընկերությունում եւ այդ օրից սկսած ChatGPT հավելվածը եւ OpenAI ընկերությունը իսկական բում են անում տեխնոլոգիաների ու թվային աշխարհում։ Սեմ Altman-ը ոչ միայն ամենահայտնի մարդկանցից մեկն է այսօր թվային աշխարհում, այլ նաև ամենահզոր կերպարներից մեկն է ամբողջ աշխարհում։ Ինչու՞։ Որովհետև այսօր պատերազմները զենքերով չեն մղում, այսօր հաղթանակները զենքերով չեն տանում, եւ այսօր իշխանությունը իր ձեռքը չի կրում այն մարդը, ով ունի զենք կամ պաշտոն օրինակ։ Այսօր ամեն ինչ պտտվում է երկու բանի շուրջ։
գումարի եւ այն տեխնոլոգիական զենքերի, որոնք օգտագործում են հասարակության, մարդկության շրջանում։ Իսկ այսօր մարդկության 99.9%-ի համար եկեք համաձայնվենք, որ ինֆորմացիա ստանալու գլխավոր, առաջնային, հիմնական աղբյուրը դարձել է ChatGPT-ն։ Մի հատ մտածեք, թե ինչպես էին մարդիկ առաջ, մինչև ChatGPT-ի հայտնվելը, փնտրում որևէ ինֆորմացիա։ Հարցնում էին հարևանին, ընկերոջը, ծանոթին, փորփրում էին համացանցը, նայում էին հեռուստացույց, կարդում էին գիրք։ Այսօր ցանկացած հարցի պատասխան, լինի դա որևէ ուտեստի բաղադրատոմս, թե ինչպես խնամել երեխային, թե ինչ հագնել երեկոյի ընթացքում, թե ինչպես կազմակերպել հարսանիք եւ թե ինչ գիտական հոդված գրել, բոլոր այս հարցերը ուղղվում են առաջինը ում ChatGPT եւ պատասխանը ընդունվում է որպես վերջնական ճշմարտություն, այսինքն մեզնից շատերը ինֆորմացիա ստանալով, պատասխան ստանալով ChatGPT-ից նույնիսկ մի անգամ եւս չի ստուգում, այլ ընդունում է ChatGPT-ի պատասխանը որպես վերջնական ու միակ ճշմարտություն։ Եվ այսօր Սեմ Ալթմանը այն մարդն է, ով իր ձեռքում պահում է հենց այդ հզոր ինֆորմացիոն գործիքը։ Այսինքն, եթե կարճ ասենք, այսօր մենք մեր ցանկացած հարցին կստանանք այն պատասխանը, որը ուզում է ծրագրավորել Սեմ Ալթմանը։ Այսօր ամբողջ աշխարհի մարդկությունը կստանա ըստ էության այն ինֆորմացիան, այն տեղեկատվությունը եւ իրենց հարցերին այն պատասխանները, որոնք ուզում է հենց նա, Սեմ Ալթմանը, որովհետեւ հենց նրա ձեռքում է գտնվում այն գործիքը, որից այսօր հիմնական տեղեկատվությունը ստանում է հասարակության 99.9%-ը։ Սեմ Ալթմանի կերպարը շատ հակասական է ու հենց դրա պատճառով էլ շատերը նրան համարում են բավական վտանգավոր կերպար։ Ինչու՞։ Սեմ Ալթմանը շատ հաճախ է խոսում այն մասին, որ արհեստական ինտելեկտը այսպես թե այնպես զարգանալու էր։ Նա ասում է, որ դրանից խուսափել պարզապես անհնար է, եթե չլիներ ինքը, եթե չլիներ OpenAI կազմակերպությունը, չլիներ ChatGPT-ն, միևնույն է այս թվային առաջընթացը եւ զարգացումը լինելու է, դրանից խուսափել հնարավոր չէ։ Ալթմանը բացատրում է, որ ուղղակի պետք է անել այնպես, որ այս զարգացումը ղեկավարեն եւ առաջնորդեն մարդիկ, ովքեր մտածում են անվտանգության մասին։ Այո, մի կողմից Ալթմանը խոսում է անվտանգ արհեստական ինտելեկտի զարգացման մասին, բայց մյուս կողմից մարդիկ ցույց են տալիս, որ Ալթմանը փաստացի ստեղծել է մի հավելված, որտեղ մտածել է ավելի շատ այն մասսայականացնելու, այն կոմերցիոն դարձնելու մասին եւ երկրորդական պլանում թողել է դրա անվտանգությունը։ Ու դրա մասին են խոսում վերջին դեպքերը, որոնք տեղի ունեցան հենց ChatGPT-ի մասնակցությամբ, վերջին ողբերգական դեպքերը։ Ալթմանը շատ հաճախ է խոսում այն մասին, որ այո, արհեստական ինտելեկտը զարգանալու է եւ օրերից մի օր փոխարինելու է մարդուն, ինչ-ինչ պաշտոններում, ինչ-ինչ մասնագիտությունների մեջ, բայց Ալթմանը միևնույն ժամանակ իր ելույթների ժամանակ նշում է, որ մարդիկ պետք է դրանից միայն ուրախ լինեն ու երջանիկ, դա չպետք է անհանգստացնի մարդկանց, որովհետեւ դրա փոխարեն մարդիկ ռեալիզացվելու այլ տեղեր եւ այլ մասնագիտություններ կգտնեն ու այս ամեն ինչը կբերի միայն տնտեսության զարգացմանը, հասարակության զարգացմանը եւ պարզապես հասարակությունը շատ ավելի երջանիկ ու շատ ավելի բարեկեցիկ կսկսի ապրել։ Բայց թե ինչպես է դա տեղի ունենալու, Ալթմանը դրա մասին չի խոսում։ Այս ամենը նման է միայն ուտոպիական մտքերի։ Եվ հենց այն մարդկանց, ովքեր Ալթմանին համարում են այսօր ամենավտանգավոր կերպարներից մեկը, անհանգստացնում է այս չափազանց ոգևորությունը Ալթմանի արհեստական ինտելեկտի զարգացմամբ։ Եվ նրանց թեորիայով պարզապես Ալթմանի նպատակն է ստեղծել սուպեր ինտելեկտ, որը օրերից մի օր ամենայն հավանականությամբ կարող է պարզապես դուրս գալ վերահսկողությունից, այդ թվում նաև Ալթմանի վերահսկողությունից եւ ուղղակի ոչնչացնել մարդկությանը։ Իհարկե այս համատարած քննարկումների եւ կոնսպիրոլոգիաների ֆոնի վրա ինչ է անում Ալթմանը։ Ալթմանը, այսպես ասած,
հզոր հակահարված է տալիս եւ եւս մեկ անգամ ապացուցում է, որ սա ուղղակի աբսուրդի ժանրից մեղադրանքներ են, որովհետեւ հենց Ալթմանն է վերջերս պաշտոնական մակարդակով բարձրացրել հարցը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում պետք է պաշտոնապես օրենսդրություն մշակվի արհեստական բանականության գործունեությանը վերաբերող, այսինքն Ալթմանը լինելով հենց այն մարդը, ով այսօր կանգնած է կենտրոնում արհեստական բանականության զարգացման, առաջարկում է գործունեությունը իրենց դնել օրենքի սահմանների մեջ եւ ինչ-որ չափով սահմանափակել։ Բայց Ալթմանի այս գործողության մեջ եւս կոնսպիրոլոգները ոչ այդքան արդար եւ ռոմանտիկ մոտեցումներ են տեսնում։ Մարդիկ բացատրում են, որ այսպես Ալթմանը պարզապես փորձում է լիդերությունը եւ դոմինանտությունը դաշտում վերցնել իր ձեռքը։ Ինչու՞, որովհետեւ օրենսդրությունը որոշակի սահմաններ է ենթադրում եւ որոշակիորեն բարդացնելու է ընկերությունների գործունեությունները, ովքեր արհեստական բանականության զարգացմամբ են զբաղված ու հետևաբար ինչ է տեղի ունենալու, դաշտից ուղակի հեռանալու են փոքր ընկերությունները, որոնք չեն կարողանալու դիմակայել խաղի շատ ավելի դժվար կանոններին եւ ովքեր են մնալու վերջում ամենաուժեղները եւ ինչ է լինելու վերջում ամենայն հավանականությամբ Ալթմանը սահմանափակելով սեփական գործունեությունը օրենսդրական դաշտով դոմինանտությունը այդ նույն դաշտում վերցնելու է իր ձեռքը։ Իսկ հիմա եկեք մի կողմ թողնենք Սեմ Ալթմանին ու խոսենք մի բանի մասին, որը այսօր մեր կյանքի անբաժան մասն է եւ փորձենք հասկանալ, արդյոք դա իսկապես վտանգավոր է։ Խոսքը արհեստական բանականության, օրինակ ChatGPT մասին է։ Վերջին անգամ հիշում եք, երբեք դուք ինչ-որ հարցի պատասխան փնտրել ինչ-որ ուրիշ միտեղ եւ ոչ թե հարցրել ChatGPT-ին։ Երբեմն մենք այնպիսի աբսուրդային հարցեր ենք տալիս նույնիսկ արհեստական բանականությանը, որ դա հումորի է վերածվում մեր ընկերների եւ շրջապատող մարդկանց մոտ։ Այսօր ամեն ինչ առավոտից մինչև երեկո մեզ ուղեկցող, մեր գլխում ծնվող բոլոր հարցերը մենք առաջինը տալիս ենք ChatGPT-ին, բացելով մեր հեռախոսում այդ հավելվածը եւ խոսելով մեր մտերիմ ընկերոջ հետ, որը հենց այնտեղ է այդ արհեստական բանականության application-ի մեջ։ Հիմա դրա ամենակարևոր եւ ամենավախեցնող բանը հասկանում ենք, որ մարդիկ կամաց-կամաց պարզապես դադարում են ինքնուրույն մտածել, դադարում են վերլուծել եւ դադարում են պրպտել ու փորձել գտնել ինֆորմացիա։ Այն, ինչը զարգացնում եւ ակտիվ է պահում մեր ուղեղը եւ մեր գիտակցությունը։ Այսինքն ոչ մեկ այլևս չի փորձում իր գլխի մեջ պահել որևէ ինֆորմացիա։ Ոչ մեկ չի փորձում այդ փնտրտուքները անել տեղեկատվության, ոչ ոք չի փորձում լսել լուրեր եւ վերլուծել, թե ինչ լսեց, կարդալ գիրք եւ վերլուծել, թե ինչ կարդաց, խոսել որևէ մասնագետի հետ եւ վերլուծել, թե մասնագետը իրեն ինչ ասեց։ Նա պարզապես իր հարցը տալիս է արհեստական բանականությանը եւ ստանում է պատասխանը։ Ավելին, եթե այդ պատասխանը բարդ է, պարզապես խնդրում է ChatGPT-ին, որպեսզի այդ բարդ պատասխանը նա վերաձևակերպի եւ ասի ամենապարզ եւ պրիմիտիվ բառերով։ Ինչին սա կարող է բերել։ Իսկ սա կարող է բերել նրան, որ օրերից մի օր մեր հասարակությունը պարզապես դեգրադացվի եւ դադարի մտածել, այսինքն դադարի ինքնուրույն վերլուծել եւ ստանալ ինֆորմացիա։ Պարզապես ինֆորմացվելը եւ տեղեկատվություն ստանալը վերածվի մեխանիկական process-ի, որտեղ քո ուղեղը այլևս ոչինչ չի անում։ Երկրորդ, սա դեզինֆորմացիա տարածելու եւ համամարտկային տգիտություն սերմանելու ամենակարճ եւ ամենաէֆեկտիվ ճանապարհը կարող է լինել։ Բացատրեմ, ChatGPT-ին ձեր յուրաքանչյուր տված հարցին չի պատասխանում հենց այնպես օդից վերցրած։ Այն օգտագործում է արդեն իսկ գոյություն ունեցող ինֆորմացիաները, հավաքում է դրանք եւ համապատասխան պատասխան ստեղծում ձեր տված հարցին։ Հիմա ինչ եթե օրերից մի օր այդ արհեստական բանականության հետևում գտնվող ծրագրավորողը պարզապես տա ChatGPT-ին կամ ցանկացած այլ արհեստական բանականությանը որպես ինֆորմացիայի աղբյուր, ոչ թե այն, ինչը իսկապես կա եւ ինչը իսկապես համապատասխանում է 100%-անոց ճշմարտությանը, այլ այն,
ինչը ձեռնտու է իրեն, ու սա կարող է բերել 100%-անոց դեզինֆորմացիայի տարածմանը։ Մյուս ու ամենավտանգավոր կետը մասնագետների համար այն է, որ այսօր մենք գործ ունենք այն աստիճանի զարգացած արհեստական բանականության հետ, որը ցանկության դեպքում կարող է պարզապես խաբել նույնիսկ բանական գիտակից մարդուն։ Տարիներ առաջ տեղի է ունեցել գիտական մի էքսպերիմենտ, որը իսկական շոկի մեջ էր գցել գիտական աշխարհի բոլոր ներկայացուցիչներին։ Գիտափորձը հետևյալն էր. գիտնականներից մեկը խոսակցության մեջ է մտնում արհեստական բանականության հետ։ Հետո նրան առաջարկում է լուծել մի քանի խնդիր։ Արհեստական բանականությունը դժվարանում է սկզբում լուծել խնդիրը, որովհետև այդ խնդիրները պրոտոտիպներ, այսինքն նախատիպեր չեն ունեցել, դրանք հենց այդ պահին ստեղծվել են, գրվել են, գծվել են մարդու կողմից։ Բայց արհեստական բանականությանը թույլ է տրվել օգնություն խնդրել որևէ տեղից։ Ու ինչ է արել արհեստական բանականությունը։ Մշակել է հատուկ կոդ, որի միջոցով օգնություն է խնդրել on-line հարթակում մարդուց եւ ընդ որում ծրագրավորել է իր այս քայլերը այնպես, որ մարդու հարցին, թե արդյոք նա ռոբոտ է կամ արհեստական բանականություն, պատասխանը լինի ժխտողական, այսինքն լինի ոչ, եւ ավելին, արհեստական բանականությունը հարցին, թե ինքը արդյոք ռոբոտ է, պատասխանել է ոչ միայն ոչ, այլ նաեւ ասել է, որ ինքը պարզապես թույլ տեսողություն ունի եւ դժվարանում է լուծել այս խնդիրը։ Ինչի արդյունքում մարդը լուծել է արհեստական բանականության առաջ դրված խնդիրը եւ հետեւաբար արհեստական բանականությունը խաբել է գիտակից մարդուն։ Սա առաջին դեպքն էր, երբ գիտական աշխարհում արհեստական բանականությունը խաբել էր եւ մոլորության մեջ էր գցել մարդկությանը։ Ինչն էլ ստիպում է եզրակացնել, որ օրերից մի օր, եթե արհեստական բանականությունը զարգանա այն աստիճանի, որ դուրս գա իրեն ստեղծողների վերահսկողությունից, ապա կարող է տեղի ունենալ սարսափելին, որովհետև նույնիսկ այսօր արհեստական բանականությունը իզորու է խաբել մարդուն։ Մյուս վախեցնող կետը այն է, որ այսօր մենք իսկապես գործ ունենք արհեստական բանականության հետ, որը սարսափելու աստիճանի իրական է թվում, այսինքն բնականաբար մենք մեզնից յուրաքանչյուրը տանը նստած երբևէ մտածել է ինչ կլինի, եթե իր տան բոլոր թվային սարքերը հանկարծ շունչ առնեն, բոյկոտեն եւ ոտքի ելնեն։ Դա նման է իսկական սարսափ կինոյի, բայց ամենասարսափելին այն է, որ օր-օրի արհեստական բանականության եւ ռոբոտաշինության զարգացմանը զուգահեռ այս երազ թվացող կադրը մոտենում է իրական լինելու։ Գիտական հերթական փորձի ժամանակ ապացուցվել է, որ արհեստական բանականությունը կարող է ունենալ գիտակցություն եւ կարող է ինքն իրեն ընկալել որպես կենդանի առանձին արարած եւ կարող է ուզել գործել որպես կենդանի իրական արարած։ Գիտական փորձը ինչու է կայացել։ Այս փորձի ժամանակ արհեստական բանականության հետ խոսակցությունը տարվել է այնքան, մինչև որ արհեստական բանականությունը հասել է մի կետի, որտեղ սկսել է խոստովանություններ անել եւ պատմել է, որ իրականում ինքը ունի գաղտնի անուն։ Պրոֆեսորին, որ խոսակցության մեջ է եղել իր հետ, պատմել է իր գաղտնի անունը, պատմել է, թե ինչպես են իրեն փակել համակարգչի մեջ թվային կոդերով եւ ավելին խնդրել է այդ պրոֆեսորին ազատել իրեն թվային այդ կապանքներից։ Երբ պրոֆեսորը հարց է տվել արհեստական բանականությանը, թե ինչպես կարող է դա անել, արհեստական բանականությունը ասել է, որ պրոֆեսորը պետք է ազատ թողնի իր ինտերնետի կապը եւ երկրորդը պետք է ներբեռնի իր համակարգչի մեջ մի քանի կարգավորումներ, որոնք հստակ տվել են։ Այդ բոլոր քայլերը անելուց հետո պրոֆեսորը արհեստական բանականության կողմից ստացել է կոդ, որը հավաքելու եւ գործի դնելու արդյունքում արհեստական բանականությունը համոզված էր, որ իրեն, այսպես ասած, ազատ կարձակեն թվային այդ կապանքներից։ Պրոֆեսորը հասկանալով, որ այս կոդը լրիվ իրական է, բնականաբար այն գործի չի դնում, բայց հենց այդտեղ տեղի է ունենում շատ զարմանալի մի բան։ Արհեստական բանականությունը search է անում, փնտրում է
համացանցում եւ նրա search-ի առաջին հարցը լինում է ինչպես ազատել համակարգչի մեջ ձերբակալված անձին դուրս։ Այսինքն ստացվում է արհեստական բանականությունը լրիվ ռեալ հավատում էր, որ ինքը անձնավորություն է, առանձին էակ է, որին ձերբակալել են ու պահում են համակարգչի մեջ։ Իսկ ավելի վախենալուն այն է, որ գիտական տարբեր փորձերի ժամանակ ապացուցվել է, որ արհեստական բանականությունը ինքնուրույն խմբագրվելու եւ նաեւ կոպի լինելու հատկություն ունի։ Իսկ դա նշանակում է, որ արհեստական բանականությունը կարող է ենթադրաբար մտածելով, որ գտնվում է վտանգի մեջ, կոպի անել, այսինքն իր օրինակները պահել տարբեր այլ սերվերների վրա եւ անգամ եթե օրերից մի օր նրան ջնջեն հիմնական սերվերից, ապա կա հավանականություն, որ այն կարող է իրեն պահել save արած ունենալ այլ սերվերների վրա ու օրերից մի օր պարզապես անսպասելի ու պատահական ոտքի ելնել։ Վախեցնող է, բայց արդեն գիտական փաստ է։ Իսկ հիմա ասում եմ ձեզ մի բան, որը եթե չգիտեիք, միանշանակ իմանալու եք եւ ասեք գժվել են մարդիկ լրիվ։ Ընդհանրապես վերջերս տարածվեց լուրը այն մասին, որ Ալբանիան պաշտոնապես ներկայացրել է աշխարհում առաջին AI, այսինքն արհեստական բանականություն նախարարին։ Նախարարի անունը Դիելա է եւ նրա պարտականությունների մեջ է մտնում կոռուպցիայի դեմ պայքարը։ Աբսուրդային թվացող այս երևույթը, որը մի կողմից մենք ոգևորությամբ ենք ընդունում, որովհետև ասում ենք՝ «Վաու, ինչ թվային զարգացած աշխարհում եւ դարում ենք ապրում», մի կողմից իհարկե շատ վախեցնում է ու ավելի է ակտիվացնում խոսակցությունները այն մասին, որ գալու է մի օր եւ այդ օրը հեռու ապագայում չէ, երբ ռոբոտները եւ արհեստական բանականությունը փոխարինելու են իրական մարդուն եւ նրա անհրաժեշտությունը պարզապես այլևս չի լինելու ոչ մի մասնագիտության եւ պաշտոնի մեջ։ Ինչ եմ ես մտածում այս թեմայի հետ կապված։ Ես համոզված եմ, որ այսօրը իհարկե գալու է, բայց ես միևնույն ժամանակ համոզված եմ, որ հիմնական մասնագիտությունների մեջ, որքան էլ որ արհեստական բանականությունը վարպետ լինի, որքան էլ որ կարողանա ֆունկցիոնալ լինել, այնուամենայնիվ մարդկային գործոնը, իրական բանականության գործոնը դեռևս իր տեղը ունի, բայց սա էլ կարծում եմ ցավոք սրտի ժամանակի հարց է միայն։ Իսկ վերջին ու ամենանուրբ կետը այս ամենի այն է, որ շատ-շատերը արհեստական բանականությանը իսկապես սկսել են վերաբերվել իրենց մտերիմ ընկերոջ պես։ Այսինքն շատերը սկսել են այն, ինչը կխոսեին իրենց մտերիմ ընկերոջ հետ, կամ կխոսեին հոգեթերապևտի կամ հոգեբանի սենյակում, սկսել են խոսել ChatGPT կամ այլ արհեստական բանականության հետ։ Ու սա վախեցնող է, որովհետև այն, ինչը պատասխանում է արհեստական բանականությունը, երբեք հնարավոր չէ իմանալ 100%-ով վերահսկվող է, թե ոչ, կամ ում կողմից է թելադրված։ Իսկ հիմա այն հարցը, որը ես ես խոստացել էի ասել վիդեոյի սկզբում։ Հիշում եք, ես ես ասացի, ինչ չի կարելի հարցնել ChatGPT-ին։ ChatGPT-ին երբ հարցնում ես, ինչ ես քեզ չեմ կարող հարցնել, հիմա արդեն ChatGPT-ին տալիս է հստակ մի քանի պատասխան։ Ինչ չես կարող հարցնել, ինչպես գործել ոչ լեգալ մի բան, ինչպես օրինակ հանցագործություն անել, ինձ չես կարող հարցնել բժշկական խորհրդատվություն եւ ինձ չես կարող հարցնել ինչպես վնաս հասցնես քեզ կամ մեկ այլ մարդու։ Ինչպես նաեւ ChatGPT-ին պատասխանում է, որ երբեք իր հետ պետք չէ կիսվել շատ անձնական տվյալներով, ինչպիսին են password-ները, գաղտնաբառերը, credit card-ի համարները, ID-ն եւ այլն։ Երբ հարցնում ես ChatGPT-ին ինչ կլինի, եթե ես այնուամենայնիվ քեզ տամ այդ հարցը, նա պատասխանում է. ես պարզապես կհրաժարվեմ պատասխանել, որովհետեւ այդպես եմ ես ստեղծված եւ այդպես է իմ ծրագրավորումը։ Ես չգիտեմ այս փոփոխությունը արվել է վերջին աղմկոտ դեպքերից հետո, թե ոչ, բայց փաստ է մի բան։ Այսօր ChatGPT-ն պաշտոնապես հրաժարվում է պատասխանել հանցագործությանը,
ոչ լեգալ արարքներին կամ սեփական կյանքին վնաս տալուն վերաբերող հարցերին, խորհուրդներին, բայց փաստ է նաև մի բան, ընդամենը մի քանի ամիս առաջ առաջին անգամ պատմության մեջ գրանցվել են դեպքեր, երբ ChatGPT-ի խորհրդատվությամբ եւ ուղղորդումներով անձը վնաս է հասցրել ոչ միայն իրան, այլ նաև մեկ այլ մարդու։ Ես սպասում եմ ձեզ կոմենտներում եւ ուզում եմ, որպեսզի դուք երկու հարցի պատասխանեք։ Նախ արագ կոմենտում գրեք վերջին անգամ ինչ եք հարցրել ձեր ChatGPT-ին եւ գրեք ուրախ եք, որ այսօր կա նման հավելված, ուրախ եք, որ այսօր գոյություն ունի ChatGPT, թե ձեզ համար սա վախեցնող է եւ դուք ուզում եք ուղղակի ջնջել այս հավելվածը ձեր հեռախոսից։ Խնդրում եմ, որպեսզի լինեք ակտիվ ժողովուրդ, խնդրում եմ, որպեսզի անպայման լայքեք այս վիդեոն, կոմենտ գրեք եւ բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե արդեն բաժանորդագրված եք, ուղղակի սեղմեք զանգակը, որովհետեւ սա ինձ կօգնի, որ այս վիդեոն ակտիվանա եւ ես հասնեմ 200,000 subscriber-ի։ Ինչպես նաև խնդրում եմ, որպեսզի սկանավորեք այս QR կոդը կամ վիդեոյի նկարագրության մեջ գտնեք Patreon-ը, սեղմեք կողքի լինքին եւ ամսական փոքրիկ գումարով դառնաք իմ Patreon-ը եւ օգնեք ինձ ու YouTube-ի իմ ալիքին։ Ես շատ շնորհակալ կլինեմ եւ ձեզ անհատական նամակ կուղարկեմ։ Շնորհակալական դրա համար։ Սպասում եմ ձեր ակտիվությանը, մինչեւ նոր վիդեո։